Ռուսական զինուժը 3 բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքի կենտրոնին, զոհվել է 34 մարդ, այդ թվում 2 երեխա, վիրավորվել է 119, նրանցից 15-ը երեխա։ Հաղորդվում է, որ հարվածի թիրախում եղել է քաղաքի այն հատվածը, ուր այդ պահին անցկացվել է զինծառայողների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել զինվորականներ եւ քաղաքացիական անձինք։ Քննադատության տակ է հայտնվել Սումիի շրջանային վարչակազմի նախագահ Վլադիմիր Արցյուխը, ում մեղադրում են նրանում, որ չպետք է թույլ տար նման միջոցառում անցկացնել։ Սումիի բնակիչներ Վլադիմիր Դեշչենկոն եւ Վալերիա Մաքսիմովան պատմում են, որ նախատեսում էին մասնակցել ծաղկազարդի տոնակատարություններին, սակայն չեն հասցրել։ Մենք նախատեսում էինք գնալ եկեղեցի պատարագին ներկա գտնվելու, երբ այդ ամենը տեղի ունեցավ, չհասցրինք մասնակցել ծառայությանը։ 4-րդ հարկի իմ բնակարանում էի միջանցքում եւ պայթյունի ալիքն ինձ շպրտեց։ Չգիտեմ գիտակցությունս կորցրել եմ այդ ժամանակ թե ոչ, բայց հիմա լավ եմ զգում։ Ուկրաինայի նախագահը դատապարտել է հարձակումը միջազգային հանրությանը կոչ անելով ավելի կոշտ արձագանքել Ռուսաստանի գործողություններին։ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ծաղկազարդի օրը նման բան կարող էին անել միայն մեջբերում եմ կեղտոտ սրիկաները։ Війни закінчуються, коли про злочини війни не забувають. Պատերազմներն ավարտվում են միայն, երբ հանցավոր պատերազմները չեն մոռացվում եւ երբ ագրեսորի վրա ճնշում է գործադրվում։ Հիմա դա տեղի չի ունենում։ Նրանք վախ չունեն, դրա համար էլ բալիստիկ հրթիռներով են հարվածում։ І саме тому балістика. CBS հեռուստաընկերությանն էլ տված հարցազրույցում Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին կոչ է արել գալ Ուկրաինա եւ տեղում տեսնել ռուսական ներխուժման հետևանքով առաջացած ավերածությունները։ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ իրեն զեկուցել են, թե ռուսները սխալմամբ են հարվածել Սումիին։ Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի հասցեին ուղիղ քննադատություն, սակայն չի հնչեցրել։ Կարծում եմ, որ դա սարսափելի էր եւ ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել, բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է։ Կարծում եմ, ամբողջ պատերազմն է սարսափելի։ Խաղաղ բնակիչների հրթիռակոծումը չի քննադատել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն միայն ասել է, որ ԱՄՆ-ն ցավակցում է ռուսական այս սարսափելի հարձակումից տուժածներին, նշելով, որ սա ողբերգական հիշեցում է այն մասին, թե ինչու են նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այդքան շատ ժամանակ եւ ջան գործադրում այս պատերազմն ավարտելու եւ արդար ու կայուն խաղաղության հասնելու համար։ Հարձակումը կոշտ քննադատել են Եվրահանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցցանցում գրել է, որ խիստ միջոցներ է պետք կիրառել Ռուսաստանի նկատմամբ, նշելով, թե բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն էր ցանկանում այս պատերազմը։ Այսօր պարզ է, որ միայն Ռուսաստանն է որոշել շարունակել պատերազմը, անտեսելով մարդկային կյանքերը, միջազգային իրավունքն ու նախագահ Թրամփի դիվանագիտական առաջարկները։ Ռուսաստանին հրադադար պարտադրելու համար խիստ միջոցներ են հարկավոր։ Այս ընթացքում ռազմական իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ռուսական կողմը գիշերն անօդաչուներով հարվածել է Օդեսային, 8 մարդ է վիրավորվել, վնասվել է 1 հիվանդանոց։ Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուներ է խոցել Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Բելգորոդի եւ այլ շրջաններում։